Հրապարակ թերթը գրում է, չնայած նախընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ ԿՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել, սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել ԿՊ վարչությունը, իսկ 100-ից հետո Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ, ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։ Բանն այն է, որ ԿՊ ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ԿՊ-ականներ, падգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-յակում հայտնվածներից ոմանք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանում մայիսի 4-ին մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կադրերում Ադրբեջանի նախագահի սեղանին իստիսու հանքային ջրի շիշներ դրված։ Ապրանքանիշ, որը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Քելբաջարի աղբյուրներից ստացվող արտադրանք, մինչդեռ Քարվաճառը 2023-ից է անցել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտման հետևանքով։ 120,000 անօթևա մնացած արցախահայերի նկատմամբ Ալիևի երեկվա այս քայլը որակվում է որպես սադրանք, իսկ հայ ժողովրդի նկատմամբ ագրեսիա։ Հրապարակ թերթը գրում է. ինչպես են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էին պատկանդ գերատեսչությանը։ Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում։ Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները։ Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաև քվեատուփը տներ տանելու տարբերակը։ Հրապարակ թերթը գրում է. անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպման ըստ որոշ տեղեկությունների քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։ Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ է ստեղծել հայ տնտեսվարողների համար։ Մի շարք ապրանքատեսակների ներմուծումը կամ դադարեցվել է, կամ էլ ծավալներն են նվազել։ Սպասվում է, որ առաջիկայում այս սահմանափակումներն ավելի մասշտաբային են դառնալու, մանավանդ Զելենսկու այցից հետո։ Հրապարակ օրաթերթը գրում է. պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երևանի Մարիոթ հյուրանոցում նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900,000 դրամ է։ Մեզ պատմեցին, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան, առաջին 2 խումբը ժամանել է ավելի վաղ նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա հյուրանոց ժամանելը նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի արդյունքվի։ Բայց մեր աղբյուրն ասաց, որ Մակրոնի հագուստը Մարիոթի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման տեղում, սպասել են մինչեւ ավարտեն աշխատանքը ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։